եվրոդեպուտատներից մեկը կոնսերվատորների եւ ռեֆորմիստների խմբից ICR-ից հարց տվեց սրան, ասում է եկեղեցուն ճնշում եք սրբազանները նստեցրել եւ այլն, շատ խնդալու էր, թե Արարատ Միրզոյանը համարյա կակազելով, ոտի վրա կռուտիկներ հորինելով, կարծես թե պարզ է, չէ՞ որ տենց հարց պետք է լինի եւ անգամ Նիկոլ Փաշինյանին սպասարկող արտգործնախարար կոչվածը պետք է ինչ-որ տենց դամաշնի զագատովկա ունենար, տնային աշխատանք կատարեր, պատրաստ լիներ այդ հարցին տենց անգլերեն լեզվով մի 4-5 նախադասություն ասել, տենց շարալեր, բայց այնքան ափաշկարա է այդ սուտը, այնքան ափաշկարա է այդ իրավիճակը, այնքան զառացող ու ճչացող է այդ ամեն ինչը, որ Արարատ Միրզոյանը, ով անգիր առած տեքստերով պատրաստ է ժամերով խոսել Ադրբեջանի հետ խաղաղության մասին, դեմոկրատիայի մասին, ՏՌՖ-ի եւ ելիքը տենց ապուշ բաների մասին, սուտ բաներ խոսում, ճիշտ բաների մասին, ճիշտ թեմաների մասին ապուշություններ դուրս տալով, այսպես ասենք, պատրաստ չէր, գիտեք, կակազում էր, կռուտիկ էր անում, հիմարություններ էր խոսում, ուրեմն նա արդարացնում է սրբազաններին եւ եկեղեցու դեմ արշավը հետևյալ հիմնավորմամբ, այսօր նա այդպես էր արդարացնում, ասում է սրբազանները, ասում է կոչ էին անում ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությունների բռնի հեռացման եւ սպանությունների կոչ էին անում, պատկերացնում եք, արտգործնախարարը, որը ներկայացնում է Հայաստանը, գնացել է Ստրասբուրգ, եվրոպացի դեպուտատների հարցերին պատասխանելիս կատարյալ բացարձակ բարոյականության սահման չունեցող սուտ է խոսում, Բագրատ Սրբազանն է նստած քեզ սպանելու կոչեր անելու համար, Միքայել Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը, Արշակ Սրբազանը, բայց ճշտախոս դուխով տղա ես, արո, հելներ ասեի, որ Արշակ Սրբազանը նստած է, որտեղ 18 թվականին եսի ինչ բիչոկ եք, ինչ-որ հայտնաբերի, ինչ-որ մի ուսապարկում, այդ բիչոկն էլ ըստ մամուլի չկա, պլանով բիչոկ, էլի, բայց պատմեիր, որ Արշակ Սրբազանը նստած է, որովհետև դուք իր ջեբը, այսպես ասած, պլանով բիչոկ եք փորձում ճխտել, որպես իրավական հիմք ձեր բաների համար, ապօրինությունների համար, բա ասա, որ Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործերով այդ ձայնագրությունները, որը տենց հոլիվուդյան PR-ով մատուցեցիք Marvel ստուդիայով, բան տենց 3D fantasy գրինով նկարած եւ այլն, պարզվեց տուպը մոնտաժ է, կեղտոտ, բիրտ մոնտաժ է եւ մանիպուլյացիա։ Բա ասեի, որ Միքայել Սրբազանի գործով, որ մարդուն նստեցրել եք արդեն 6 ամիս է, եթե ոչ ավել, նստած է Միքայել Սրբազանը, նստացրել եք մի տարվա վաղեմության ինտերվյուի համար, որի կապակցությամբ դատախազությունը ըստ Դանիել Լեոնիսյանի գրած նամակի ժամանակին հիմքեր չի տեսեք քրգործ հարուցելու։ Բա Մկրտիչ Սրբազանի գործով էլ ասեիր, որ մեղադրում եք այդ մարդուների մեջ, որ իբր երկու ձեր ջեբը մտած շնիկներին կարկալույց եղած նախկին հոգևորական երկու շնիկներին իբր բան արել ու ղորթելա դեպի ընդդիմության ցույցեր։ Բա խոսա, արո, հիմա խոսա դեմդ փոսա, այս վիճակն է, արո, խոսա, դրա մասին խոսա, գնալ հասնել ընդեղ, տես լացակումած, ասում է, պատկերացնում եք, ասում է, սրբազանները, այդ որ նստած են, ասում է, բռնի ձևով ժողովրդավար եղանակով ընտրված իշխանություններին հեռացնելու եւ սպանելու կոչեր էին անում, ասում, այդ թվում ինձ, արո, քեզ մի հոգի մարդ է անուղակի ձևով փորձել սպանել, դու դա լավ գիտես, երբ որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը միակն էիր, որին Պաչիմուտը շատ պրոֆեսիոնալ ախրանան, իսկ օտաղեքը շատ պրոֆեսիոնալ էին ազգային ժողովի նախագահի ախրանան, Պաչիմուտը վդրուկ քեզ տարան գազազած մարդկանց միջով ճամփով, երբ որ բոլորը բունկերներում էին, են ալեն որ Մոսկվա էր փախե, Նիկոլը ես իմ գենշտաբի բունկերում էր, մենակ քեզ դայաղարին գազազած ջղայնացած մարդկային ամբոխին։ Այդ ոնց եղավ, ոնց չեղավ, այսինքն եթե քո նկատմամբ սպանության փորձել եղել է, ապա սխալ ուղղությամբ ես փնտրում այդ պատվիրատուներին, դրանք հաստատ եկեղեցում չեն, արո, դու լավ գիտես որտեղ են, թե վաճառել ես քեզ խիղճդ, եթե ունեիր մնացուկները խղճի թասիբի թանուն ինչ-որ մի եսիմ ինչի, պաշտոնի կամ եսիմ ինչի, կամ $1 միլիոն վարկի, չգիտեմ, ինչի են դիմաց ես վաճառել, ամենայն դեպս կեղտոտ ձեռները հեռու տար եկեղեցուց, հասնել Ստրասբուրգ օգտագործել այդ բարձր ամբիոնը եւ այդ բարձր հրապարակը ցեղ շպրտելու համար քեզանից միլիոնապատիկ արժանավոր մարդկանց
ուղղությամբ, ինչպիսին Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Արշակ Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը եւ մյուս կալանավորված հոգեվորականները եւ աշխարհիկ մեր գործընկերներ ու ընկերները, դա խայտառակություն է։ Եվ սովորի էլի անգիր մի 2-3 նախադասություն անգիր սովորի, որ մյուս անգամ տենց կռուտիտ ու կակազելու տենց լեզուտ չպապանձվի հանկարծ, սուտ ես խոսում, գոնե պարապած սուտ խոսա, կրկնակի խայտառակ ես լինում։